Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում շփման գծում լարվածությանը, Արցախում հայտարարել է, որ առաջնագծի զինվորները բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ըստ Հակոբյանի, դրանում մեր հասարակությունը հերթական անգամ համոզվել է դիտելով հակառակորդի հարձակման կանխման տեսագրությունը։ Ակնհայտ հասկանալով, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններով ինքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել չի կարող, եւ այս հրետանու կրակը միան ուղղված է մեր անընդհատ լարված վիճակում պահելու։ Նախկինում այդ նպատակին դիվերսիոն հետախուզական գործողություններն էին ծառայում, բայց ապրիլյան պատերազմի դասերը քաղելուց եւ առաջնագծի վերազինումից հետո այսօր դա արդեն հնարավոր չէ։ Այն գործողությունները, որը իրականացել է Պաշտպանության բանակը վերջին տարիներում, հակառակորդին զրկել է մի շարք գործողությունից, որը ինքը նախկինում հնարավորություններ ունեցել իրականացնել եւ հաջողություններ ունեցել։ Ամենաթարմ օրինակը փետրվարի վերջին դիվերսիոն ներթափանցման փորձի ձախողումն է։ Հակառակորդը կորուստներ ունեցավ եւ ամենակարևորը չկարողացավ թաքցնել իր զոհերի մասին լուրը։ Սահմանի մյուս կողմից հրետանին օգտագործելը նաեւ դրանով է պայմանավորում Մովսես Հակոբյանը։ Հակառակորդը իհարկե դրանից որոշակի վրդովված է եւ իր կորուստները փոխհատուցումը փորձում աճելի վերականգնի կամ դրանով մեր զորքերին պատժի։ Այս ամենի հաշվարկով իրավիճակը թեպետ լարված, բայց միանգամայն վերահսկելի է համարում փորձված զինվորականը։ Չկա մի այնպիսի վտանգ, որը հայկական զինված ուժերը եւ Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ կանխորոշված չլինի եւ համապատասխան միջոցառումների պլանավորված չեն դրանց կանխարգելման կամ չեզոքացման ուղղությամբ։ Թեման քննարկվել է նաև Արցախի նախագահականում Բակո Սահակյանն է ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Քննարկվել են բանակաշինության եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների գործակցության խնդիրները։ Նորեր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, ժամը լրատվական։